Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր դեկտեմբերի 12-ն է 9:30 եւ մենք մեծ սիրով սկսում ենք նոր աշխատանքային առավոտ ձեզ հետ եւ ասում բարի լույս։ Բարի լույս, լույսը բարի է, երբ մենք այն սկսում ենք հանրայինի ուղիղ եթերում, ուրախ ենք, որ միացել եք մեզ։ Սուրճն ու սերը այսօր ձեզ համար ապահովելու են Վեգա Անդրեասյանն ու Սևակ Հակոբյանը։ Հուսով ենք, որ առաջիկա 1.5 ժամվա ընթացքում կմնաք մեզ հետ, կծանոթանանք անհրաժեշտ տեղեկատվությանը, որը հաստատ պետք կգատանից դուրս գալուց առաջ կունենանք հետաքրքիր թեմայով հյուր, մի խոսքով առավոտը կսկսենք հագեցած եւ ճիշտ նոտայով։ Այո, առավոտը սկսեք մեզ հետ, սուրճ է, թե է նախաճաշ, թե առավոտյան մարզանք, բոլորն էլ խրախուսելի են եւ ձեր նախընտրության հարցն են, բայց կարևորը այդ ամենն իրականացնեք մեզ հետ։ Մենք 1.5 ժամ կլինենք ուղիղ եթերում, մեզ կարող եք նաեւ դիտել մեր կայքում armradio.am եւ նաեւ մեր Facebook-յան հարթակում Հայաստանի հանրային ռադիո։ Մի մոռացեք երկու հարթակներում էլ մեզ թողնել նաեւ մեկնաբանություններ, մենք դրանք շատ մեծ սիրով կարդում ենք նաեւ եթերում, ինչպես նաեւ մեզ միանալ ավանդական ճանապարհով, զանգահարելով, մասնակցելով թեմայի քննարկմանը, հարցեր ուղղելով մեզ ու մեր հյուրերին եւ իհարկե ողջունելու միմյանց ու մեր ռադիոլսողներին։ Դե ինչ արդյունավետ աշխատանքային օրվա մեկնարկը տրված է, մենք սկսում ենք։ So hard to knock me down, bet on myself and double down. Go back to sleep, don't touch that crown. From the mountains down to our lakes, we put the highlands into the waves. My roots run deep, I ain't easy to break. My baby, don't keep it right with me. Սուրճ ու սեր առավոտից։
Ողջունում ենք բոլոր դոնիկներին եւ շարունակում մեր առավոտը դեկտեմբերի 12-ն է այսօր, օրը ուրբաթ, ինչը շատ լավ է, եւս երկու հանգստյան օր ունենք առջևում եւ ընդհանրապես տարին էլ ավարտվում է։ Իսկ այժմ ժամը 9:35 եւ արդեն ճիշտ պահն է տեսնելու թե ինչ է կատարվում Հայաստանում, ավտոճանապարհներ, խցանումները Երևանում եւ իհարկե ամեն ինչ պետք է սկսենք նախ եղանակի տեսությունից։ Արի այսօր նախ հասկանանք թե ինչքան է այս պահին ջերմաստիճանը մեր մայրաքաղաքում։ Այս պահին Երևանում 3 աստիճան է, անպամած, կարծես թե շատ մառախլապատ չէր, ինչպես վերջին օրերին, եւ ընդհանուր առմամբ տեսնենք թե ինչ է սպասվում այսօր հանրապետությունում։ Սպասվում է մառախուղ առաջին հերթին հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-ին, այսօր նաեւ վաղը ցերեկը տեղումներ չեն կանխատեսվում, ուշ երեկոյան առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ լեռնային շրջաններում ձյան եւ ծնախարան անձրևի, օֆտային շրջաններում անձրևի տեսքով։ Քամին արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ից 16-ը նվազելու է 2-ից 4 նիշով։ Մայրաքաղաքում առանց տեղումների եղանակ է սպասվում, վաղը հնարավոր է թույլ անձրև եւ նաեւ մառախուղ քաղաքի ցածրադիր հատվածներում։ Այսօր առավելագույնը 5-ից 7 է լինելու, երեկոյան 5, իսկ գիշերը 1-ից 3 աստիճան տաքություն։ Մեր գործընկերները ռադիոլուրից նաև նյութ էին հրապարակել այն մասին, որ կարծես թե այս տարի դեկտեմբերը լինելու է եւ ամենացուրտը, եւ ամենատաքը, որովհետեւ բավական փոփոխական է լինելու ջերմաստիճանը։ Դեկտեմբերի 12-ին օրինակ ամենատակ եղանակն արձանագրվել է 2010 թվականին 14 աստիճան է եղել, իսկ ամենացուրտը 1953 թվականին 23 աստիճան։ Եվ գանք տեսնենք ինչ է կատարվում Հայաստանի ավտոճանապարհներին, դրանք հիմնականում անցանելի են, Կորեայի ձորը, ինչպես օգոստոսի 19-ից շարունակում է ժամանակավորապես փակ մնալ, այստեղ հիմնանորոգման աշխատանքներ են, վարորդներին հորդորում ենք բացառապես ձմեռային անվադողերով երթևեկել, Լարսը եւս բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Օրվա փոխարժեքին ծանոթանանք, ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 381 դրամի եւ 84 լումայի, 447 դրամ եւ 0.2 լումա է եվրոն, 4 եւ 8 ռուսական ռուբլին, 141 դրամ 56 լումայի է համարժեք վրացական լարին, 510 դրամ 83 լումա է բրիտանական ֆունտ ստերլինգը, իսկ դիրհամն այսօր համարժեք է 103 դրամի եւ 97 լումայի։ Տեսնենք ինչ է կատարվում նաև մայրաքաղաք Երևանի փողոցներում, խցանումային նիշը ժամը 9:38-ի դրությամբ թարմացնենք եւ տեսնենք ըստ քարտեզի 6 է, դե բնականաբար ինչպես այս ժամին սովորաբար ծանրաբեռնված են փոքր կենտրոնի փողոցները, կենտրոնի եւ կենտրոն բերող փողոցները, այստեղ նաև Մաշտոցի պողոտայում Կապույտ մզկիթի մոտ կա ավտովթար, հուսանք, որ թեթև վթար է եւ անդրադառնանք ծանրաբեռնված փողոցներին, Իսակովի պողոտան Երևանյան լճից մինչև հաղթանակի կամուրջ ամբողջովին ծանրաբեռնված է։ Գանք ավելի կենտրոնի հատվածներ, Հանրապետության հրապարակից Ամիրյան գնացող հատվածը, Մաշտոցը հենց Կապույտ մզկիթի հատվածում, որտեղ ինչպես նշեցինք վթար է գրանցվել, Բաղրամյան փողոցը ազգային ժողովից դեպի օպերա եկող հատվածը, Կորյունը դեպի Մատենադարան եւ Մատենադարանից արդեն դեպի օպերա իջնող Մաշտոցի պողոտայի հատվածը խիստ ծանրաբեռնված է, Սարալանջը ինչպես միշտ այս ժամերին, Կիևյան փողոցում կա խցանում դեպի Բարեկամություն շարժվող ուղղությամբ, Բարեկամությունից էլ դեպի Սիրահարների այգի իջնող հատվածը եւս ծանրաբեռնված է, երթևեկությունը դանդաղ է առաջ գնում նաեւ Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանի հարևանությամբ դեպի Հանրապետության հրապարակ եկող հատվածը, խոսքը Տիգրան Մեծ փողոցի մասին է։ Սիրելի վարորդներ եւ ուղևորներ, միացեք մեզ, կարող եք եթե հնարավոր է զանգահարել 553702 մեր ուղիղ կապի հեռախոսը համարն է, մենք սիրով ընդունում ենք ձեր հեռախոսազանգերը եւ զրուցում ձեզ հետ։ Մի մոռացեք նաեւ մեկնաբանությունների մասին, մեր Facebook-յան էջում, կայքում armradio.am կարող եք թողնել մեկնաբանություններ, հիմա կստուգեմ գուցե արդեն ունենք, դեռ ոչ, այնպես որ դուք կարող եք լինել առաջինը, եթերում առաջինը կարող են կարդալ հենց ձեր մեկնաբանությունը։ Թերթելով օրացույցը հասկացել ենք, որ այսօր կարծես թե շատ նշանավոր ծննդյան տարեդարձներ չկան, ամեն դեպքում շնորհավորում ենք բոլոր այն մարդկանց, որոնք այսօր են ծնվել եւ մի ծիծաղելի տոն է նշվում այսօր, երևի գիտեք, որ արևմուտքում ընդունված է այդ դարչնի համով
թխվածքաբլիթները պատրաստել եւ դրանցից տնակներ կառուցել։ Այսօր հենց նման տնակների օրն է։ Եվ տարվա ավարտին 19 օր է մնացել, մենք մի քանի նաև իրազեկում ունենք արդեն տոնածառի լույսերի վառման հետ կապված եւ դրա հետ կապված փակ փողոցների, այնպես որ շարունակեք հետևել մեր ընթացքին, կարևորը դեռ առջևում է, իսկ հիմա մեկ գեղեցիկ լիրիկական երգ, որը վերջին շրջանում շատ տրենդային է։ I could be the twist, the one to make you stop, the icing on your cake, the cherry on the top. It's heaven in my heart, and we could find you some space. I could be the world to you, the missing piece, the extra sentimental kind of chemistry. Some people make it hard, with me that isn't the case. 'Cause I make it so easy to fall in love. So come give me a call and we'll fall into us. I'm the perfect mix of Saturday night and the rest of your life. Anyone with a heart would agree. It's so easy to fall in love with the way I do my hair, the way I make you laugh, the way we like to share a walk in Central Park. I could be fresh air, might be the girl of your dreams. There's no need to hide if you're into me, 'cause I'm into you quite intimately. And maybe one night could turn into three. Well, I'm down to see, 'cause I make it so easy to fall in love. So come give me a call and we'll fall into us. I'm the perfect mix of Saturday night and the rest of your life. Anyone with a heart would agree. It's so easy to fall in love with me. It's so easy. It's so easy to fall in love. So come give me a call and we'll fall into us. I'm the perfect mix of Saturday night and the rest of your life. Anyone with a heart would agree. It's so easy to fall in love with me. The station with the best music. Best music. I love the music. Best music. Տարվա նոր արտիստ անվանակարգում Grammy նոմինանտ Օլիվիա Դինին էինք լսում։ Շնորհակալություն Սևակին այս լիրիկական փոքրիկ երաժշտական դաթարի համար եւ ինչպես արդեն նշեցինք, ունենք մի քանի իրազեկում քաղաքապետարանից, դրանց նույնպես անպայման անդրադառնանք։ Եվ այսպես Երևան քաղաքի ամանորյա մշակութային միջոցառումները եւ տոնական ձևավորման գործընթացը կազմակերպելու նպատակով սիրելի վարորդներ դեկտեմբերի 14-ին ժամը 20-ին գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողությանը նախատեսվող միջոցառումները կազմակերպելու եւ իրականացնելու համար դեկտեմբերի 12-ին ժամը 21-ից, այսինքն այսօր, մինչեւ դեկտեմբերի 15-ը ժամը առավոտյան 7-ը ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի Տիգրան Մեծ պողոտայի եւ Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը։ Իսկ ահա հենց դեկտեմբերի 14-ին ժամը 16-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում մինչև համերգի ավարտը։ Դեկտեմբերի 13-ին ժամը 23-ից մինչև դեկտեմբերի 14-ը ժամը կեսգիշերից, այսինքն 24-ից երկկողմանիկ դադարեցվի երթևեկությունը նաև Խորենացու եւ Վազգեն Սարգսյան փողոցներում։ Կարճ ասած, այս 2-3 օրը Հանրապետության հրապարակում եւ հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումներ են լինելու։ Դրանք ամեն տարի էլ լինում են այս օրերին, խնդրում եմ այս տարի առանձնահատուկ դժգոհություններ չարտահայտել։ Այո, միշտ էլ լինում են հրապարակում տեղ ունեցող ցանկացած իրադարձության մեծ իրադարձության դեպքում լինում են երթևեկության սահմանափակումներ, այնպես որ եթե ուզում են քաղաքը գեղեցիկ լինի, պիտի
սրան նույնպես պատրաստ լինենք, չնայած գիտեմ, որ ոչ բոլորն են նախընտրում այս տարբերակը, կան մարդիկ, որոնք առավել համեստ ձևավորման կողմնակից են, ավելի խնայող են կարծում, որ պետք է լինել, բայց ասեմ, որ օրեր առաջ Հանրապետության հրապարակով անցա եւ չնայած այն բանին, որ տոնածառի լույսերը դեռ չկային, միևնույն է շենքերի ձևավորումը արդեն տեղում էր եւ իսկապես շատ գեղեցիկ էր։ Այո։ Եվ շարունակենք եւս մեկ անգամ ձեզ հիշեցնելով, որ հենց դեկտեմբերի 14-ին ժամը 29-ին վառվելու գլխավոր տոնածառի լույսերը, այնպես որ քաղաքապետարանը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու այս տոնական իրադարձությանը եւ մասը դառնալու այս կարևորագույն տոնին։ Այնպես որ եթե փոքրիկներին պլանավորում եք ինչ որտեղ այդ օրը տանել, ապա նկատի ունեցեք, որ նրանց համար սա նույնպես կարող է հետաքրքիր լինել։ Եվս մի հետաքրքիր ոչ թե ծանոթում, այլ լուր ունենք ձեզ համար մի թեմայի շուրջ, որին պարբերաբար անդրադարձել ենք եւ պարզվում է, որ այս ծիծաղելի թեման չի դադարում շարունակություն գտնել, չնայած այս դեպքում սա ոչ թե sequel է, այլ prequel է, որովհետեւ դեպքը տեղի ունեցել մեր իմացած իրադարձություններից առավել առաջ, պարզապես մենք այս մասին նոր ենք իմանում, երկար ժամանակ խոսում էինք Լուվրի թանգարանի թալանի մասին, իդեպ երեք իմացա, որ փաստորեն օտարերկրյա հյուրերի համար տոմսերի գինը թանկացել է 40%-ով հենց անվտանգության նկատառումներից ելնելով։ Էլի մեր հաշվին այո անվտանգությունը որոշվեց ապահովել, բայց ինչ է պարզվում։ Պարզվում է, որ Լուվրից դեռ 1 ամիս առաջ, այդքան ծաղրուծանակից դեռ ամիսներ առաջ թալանել է նաև բրիտանական թանգարանը։ Այո, պահոցից գողացել են 600 արժեքավոր իր։ Այս մասին հենց բրիտանական ոստիկանությունն է հայտնում։ Դրանք ունեն նշանակալի մշակութային եւ նյութական արժեք։ Գողությունը տեղի ունեցել դեռ սեպտեմբերի 25-ի գիշերը։ Քաղաքի կենտրոնի Cumberland Basin շրջանում գտնվող պահոցից դուրս են հանել բրիտանական արևելահնդկական ընկերության ժամանակաշրջանին 1600-ից 1873 թվականներին պատկանող ռազմական նշաններ, բրիտանական կայսրությանը եւ ազգերի համագործակցությանը նվիրված հավաքածուի մաս կազմող ռազմական հուշանվերներ, զարդեր, բրածոներ եւ փղոսկրից, բրոնզից եւ արծաթից պատրաստված արձանիկներ։ Իրավապահները հրապարակել են գողությունից հետո տարածքում գտնվող տեսախցիկների արձանագրված 4 ուշադրություն տղամարդկանց լուսանկարները։ Շատ նշանակալի մշակութային արժեք ներկայացնող իրերի գողությունը լուրջ կորուստ է քաղաքի համար, այսպես արտահայտվել է ոստիկանության, բրիտանական ոստիկանության դետեկտիվ Դեն Բուրգանը։ Հոկտեմբերի 19-ի առավոտյան էին, եթե կհիշես, Լուվրում պատուհանից ներխուժել Ապոլոն պատկերասրահ եւ գողացել զարդերը Նապոլեոնի հավաքածուից, սա էլ փաստորեն տեղի ունեցել դեռ սեպտեմբերին, գրեթե 1 ամիս առաջ եւ էլի 4 տղամարդ են, եթե չեմ սխալվում, Լուվրում նույնպես 4 դիմակավոր անձինք էին, այո։ Քանի որ այս շրջանում էլի արվեստի հետ կապված գողություններ տեղի ունեցան, գուցե ինչ որ նոր հանցավոր խումբ է, որը հենց սրանով է զբաղվում։ Զգում ես արդեն մենք ենք հետաքննության անցել։ Եվ թե ինչու ենք այսքան ոչ այնքան լուրջ մոտենում, որովհետև այո, իսկապես Լուվրի թալանը ավելի շատ մեմերի ու ծաղրուծանակի առիթ դարձավ եւ շարունակելով Լուվրի թեման, Վեգա պարզվում է թանգարանից թանկարժեք զարդերի գողությունից մի քանի ամիս անց այժմ Փարիզում աննախադեպ ցուցադրություն է բացվել կրկին զարդերի եւ հետաքրքիր քայլի են դիմել Լուվրի մարքետոլոգները, կարելի ասել հաշվի առնելով, որ գողությունից հետո մեծ հետաքրքրություն է առաջացել թագավորական զարդերի հանդեպ, նրանք հենց նմանատիպ մի ցուցադրություն էլ բացել են մեկ այլ ցուցասրահում, ինչպես Վեգան նշեց, այն Ապոլոն ցուցասրահում էր տեղի ունեցել թալանը, որը դրա պատճառով այժմ փակ է։ Հիմա մեկ այլ ցուցասրահում կրկին թագավորական զարդերի ցուցադրություն է բացվել, քանի որ այս թալանից հետո մարդկանց ուշադրությունը կրկնապատկվեց, եռապատկվեց, քառապատկվեց նման ցուցանմուշների հանդեպ։ Եվ շարունակենք լուրերը, Վեգա, կարծում եմ պետք է խոսել նախ հաղթական լուրից։ Նոան հաղթեց, կարծես 2-1 էր, չէ, հաշիվը։ Այո, 2-1 հաշվով տանը Լեգիայի նկատմամբ հաղթանակ տոնեց Նոան, ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը եւ գավաթակիրը, սա կոնֆերենցիայի լիգայի 5-րդ տուրն էր, լեհական Լեգիային ընդունեցինք, ինչպես արդեն նշեցի, Երևանում, 3-րդ րոպեին Միլետա Ռայովիչը առաջ մղեց լեհական ակումբին, առաջին գոլը իրականում հյուրերին էր պատկանում եւ երկրորդ
խաղակեսում 57-րդ րոպեին Մաթեուս Այաշը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Հանդիպման ելքը վճռել է 84-րդ րոպեին Նարդին Մուլա Հուսեյնովիչը խփելով հաղթական գոլը։ Նոան այս հաղթանակից հետո 8 միավերով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։ Վերջին տուրում նա չգիտեմ թիմի դեպքում կմրցի Կիևի Դինամոյի հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Իդեպ ասեմ, որ ես երեք շատ լարված էի, քանի որ լսել էի լիգայի երկրպագուների մասին, երևի համացանցում տեսել եք, այո, որ նրանց համար մեկուսացրել էին հատվածը։ Մեր գործընկերներից ես տեղեկացա, որ լիգան եղել է դեպք, երբ գրեթե սնանկացել է, որովհետև երկրպագուները այնքան հաճախ են անկարգություններ արել, որ անընդհատ լիգային տուգանել են, եւ մի խոսքով լավ է, որ ամեն ինչ առանց լուրջ միջադեպերի անցել, իսկ մենք կարծես թե հեռախոսազանգ ունենք։ Այո, մինչև զանգի միանալը պարզապես մեկ հավելում, սրանով փաստորեն Նոան ապահովում է Եվրագավաթային մրցաշարի play-off փուլի ուղեգիրը եւ Նոայի պաշտոնական էջում կարդում ենք, որ բարդ սկսեցինք, բայց դաշտում տվեցինք ամեն ինչ, մեզ հետ տանելով հաղթանակը, ամեն ինչ արեցինք, որպեսզի այսօրը անմոռանալի դառնա թե երկրպագուների, թե ֆուտբոլիստների համար։ Այո, իսկապես, երբ մեր ակումբները նման հաջողություններ են գրանցում, որոնք իսկապես պատմական են, աննախադեպ են, դեռ տեղի չեն ունեցել, մեզ ուրախացնում է եւ փաստորեն հասանք Կիևի Դինամոյի հետ խաղին, սպասենք այդ օրվան եւ այժմ տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Անկեղծ ասած Մենք նույնպես, այո։ Խելագարվելու աստիճան ուրախացել էի Նոայի հաղթանակով, միայն թե նշեմ play-off փուլին, Սևակ ջան, հավել ենք նաև անցումային play-off փուլ, որովհետև դեռ պետք է Նոան հաղթահարի այդ անցումային փուլը, եւ մենք մեր դրական էներգիայով կարծում կարող ենք օգնել, եւ նաև նշենք, որ Լեգիայում է խաղում Վահան Բիչախչյանը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողը, եւ ես շատ ուրախ եմ Նոայի համար, շատ ուրախ եմ ժողովրդի համար, որտեղ մենք կարոտ ենք ուրախության, ես ուղղակի 1-2 բան էլ ու չհոգնեցնեմ ձեզ, նաև ողջունենք Ալբերտին, քանի որ վաղը մենք շատ լարված հետ մանկական Եվրոտեսիլին եւ վերադառնալով Լուվրին եւ ընդհանրապես ոչ միայն Լուվրին, մի ժողովրդական ասացված կա, ասում են գողը որ տնից չլնի, եզը երթիկից էլ չեն։ Լուվրի ներսում էլ թող գողին փնտրեն, եւ ես միշտ եմ այդպես մտածել, Վեգա ջան, ինչու, որովհետեւ մտածել եմ ասեմ այն երկրում լինի գողություն, լինի ահաբեկչություն, մինչեւ ներսից օգնություն չլինի, այսքան համարտագործողություններ հաստատ չեն լինի, այնպես որ Ֆրանսիայի համապատասխան մարմինները թող մտածեն այդ մասին, որովհետեւ դա իրոք ճշմարտություն է, շատ եմ սիրում ձեզ, մաղթում եմ լավ օր, եթերի համար շնորհակալ եմ, հաճելի հանգստյան օրեր եմ նաև մաղթում ձեզ, ուղղակի չգիտեմ, շատ եմ ուրախանում ձեզանով, մանավանդ ձեր երկուսով, Սևակ ջան։ Մենք էլ ենք շնորհակալ, մենք էլ ձեր ձայնն էինք կարոտել, վաղուց այո, եթերում չէինք զրուցել, այնպես որ շատ շնորհակալ ենք առավոտը։ Չհոգնեցնեք։ Բնավ։ Լավ եղեք եւ ամեն ինչ համով պետք է լինի։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Մենք էլ ձեզ շատ շնորհակալ ենք զանգի համար։ Հրաշալի զանգ եւ միանգամից ժպիտներ հայտնվեցին մեր դեմքին եւ քանի Տիկին Անահիտը կարծես ամփոփեց այն բոլոր թեմաները, որոնց մասին խոսում էինք, մեկ հաղթական լուր էլ կար, Լևոն Արոնյանը դարձավ արագ շախմատի մրցաշարի հաղթող, Freestyle Chess Grand Slam Final Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող ճանաչվեց հայ ազգի շախմատիստը, եզրափակչում նա հաղթեց աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող նորվեգացի Մագնուս Կարլսենին, թեև Արոնյանը հիմա Հայաստանի դրոշի տակ չի ներկայանում, բայց ամեն դեպքում հայ մարզիկների անունները տարբեր վարկանիշային աղյուսակներում գտնելը միմիայն ուրախալի է։ Համաձայն եմ։ Never needed you to be strong. I never needed you for pointing out my wrongs. I never needed pain. I never needed strain. My love for you was strong enough, you should have known. I never needed you for judgment. I never needed you to question what I spend.
I never ask for help. I take care of myself. I don't know why you think you got a hold on me. And it's a little even conversations. There isn't anything for you to say. And my eyes hurt, and shiver. So look at me and listen to me. Because I don't want to stay another minute. I don't want you to say a single word. Hush, 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 hush. There is no other way. I get the final say. Because I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I've already spoken. All of is broken, baby. Hush, hush. I never needed your corrections on everything from how I act to what I say. I never needed words. I never needed hurt. I never needed you to be there every day. I'm sorry for the way I let go of everything I wanted when you came along. But I am never beaten, broken out defeated. I know next to you is not where I belong. And it's a little late for explanation. There isn't anything that you can do. And my eyes hurt and shiver. So you will listen when I say, I don't want to stay another minute. I don't want you to say a single word. Hush, 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 hush. There is no other way. I get the final say. Because I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I've already spoken. All of is broken, baby. Hush, hush. First I was afraid, I was petrified. Kept thinking I could never live without you by my side. But I spent oh so many nights thinking how you did me wrong. But I grew strong. I learned how to carry on. Hush, 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 hush. I've already spoken. All of is broken, babe. Oh no, I will survive. Oh, as long as I know how to love, I know I'll stay alive. I've got all my life to live. I've got all my love to give, and I will survive. I will survive. Hush, 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 hush. There is no other way. Սուրճ ու սեր առավոտից։ 9:58 շարունակում ենք մեր ուղիղ ընթացքը եւ այժմ պահն է որպեսզի ողջունենք ռադիոլուրի մեր գործընկերոջը, մեր տաղավարում է Մարլենան, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես է օրը սկսվել այսօր։ Լրատվական, ինչպես միշտ առավոտյան աշխատելիս։ Շատ քիչ ժամանակ մնաց զրուցելու, բայց գովազդի ընթացքում էլ խոսում էինք, շարունակվում է ակտիվորեն քննարկվել դպրոցներում հեռախոսները արգելելու թեման։ Ավելին Երևանի քաղաքապետարանը սևակ արդեն գործնական քայլերի է անցել, մասնավորապես 151 դպրոցներից 143-ում սմարթֆոնների եւ էլեկտրոնային այլ սարքերի օգտագործում արդեն պաշտոնապես Երևանի քաղաքապետարանը արգելել է եւ հիշեցնում
հիշեցնում է, որ արգելումը ամրագրված է կրթական հաստատությունների ներքին կարգավորման կանոններում, նաև հիշեցնում է, որ ըստ հետազոտությունների, եթե չկա հեռախոս, դա 6-ից 14%-ով բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը եւ նպաստում է, որ դասերի ժամանակ ավելի ուշադիր լինեն։ Այստեղ կա QR-ների թեման, բայց կարծում եմ դրանց արդեն պատասխանը ռադիոլուրի թողարկման ընթացքում կտակ, որովհետև բա ինչ է լինելու QR-ների դեպքում։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքներ շարունակում ռադիո լուրը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն է։ Հայաստանի Հանրապետությունը կարևոր նշանակություն է տալիս ԵԱՏՄ միջպետական տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը, դիտարկելով այս ուղղությունը որպես հիմնական գործոն համաշխարհային տնտեսության մեջ կազմակերպության դերի հետագա ամրապնման գործում։ Մոսկվայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում երեկոյան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա դիտարկմամբ ազատ առևտրին վերաբերող նոր համաձայնագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև նպաստում է մրցունակության մեծացմանը, բացելով նոր հնարավորություններ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների աճի համար։ Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում նաև ողջունել է Ադրբեջանի նախագահի որոշումը Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ապրանքների տարանցումը ապաշրջափակելու վերաբերյալ։ Սա մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման շրջանակում ձեռք բերված կարևոր նվաճումներից մեկն է, ասել է վարչապետը։ Նույն նիստի ընթացքում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, ինչ որ պահի Հայաստանը ստիպված պետք է լինի ընտրություն կատարել Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության միջև երկու դաշինքներում միաժամանակ մնալը անհնար է, ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Վերջինս նաև անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին, նշելով ընդհանուր առմամբ Հայաստանն ու Ռուսաստանը լավ կապեր են պահպանում, սակայն առևտրաշրջանառությունը այս տարի զգալիորեն նվազել է։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ընդունել է Բելգիայի, Նիդերլանդների եւ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրեններին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Բենիլյուքսի երկրների միջև առկա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգային հարցերին։ Կողմերը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, որի շրջանակում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է անվտանգային իրավիճակը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ներկայացուցիչ կուղարկի Եվրոպայում այս շաբաթվա վերջին Ուկրաինայի հարցով կանալիք բանակցություններին մասնակցելու համար, եթե իհարկե հրադադարի համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու լավ հնարավորություն լինի։ Կտեսնենք, կմասնակցենք հանդիպանը, թե ոչ, Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան Միացյալ Նահանգներին են ներկայացրել խաղաղության պլանի նոր տարբերակ, որում նշվում է տարածքային ների է պատրաստ Ուկրաինան խաղաղության հասնելու համար, հայտնել է Գերմանիայի կանցլերը։ Նա սակայն չի մանրամասնել, թե որ տարածքների մասին է խոսքը։ Ներկայացնենք խոստացված թեման Երևանի քաղաքապետարանի սահմանափակումների մասին։ Քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարթֆոնների եւ էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումը արգելվել է։ Դրանց արգելումը ամրագրված է կրթական հաստատությունների ներքին կարգապահական կանոններում։ Այսպիսի նախաձեռնությունները շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջունում 6-ից 14%-ով բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը։ Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունը, անգամ եթե այն չի օգտագործվում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակման պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար ու ավելի լավ կենտրոնանալ։ Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով, ուսուցչի հրահանգով, դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար, նշում է քաղաքապետարանը։
Եվ վերջին լուրը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավարտվել է Ֆիշերի արագ շախմատի մրցաշարը, որի հաղթող է ճանաչվել Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ամերիկյան դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը։ Մրցաշարի վճռորոշ եզրափակիչ փուլում Արոնյանը մրցել է դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն եւ FIDE-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Լարված պայքարում Արոնյանին հաջողվել է առավելության հասնել մրցակցի նկատմամբ 1.5 հաշվով եւ նվաճել գլխավոր մրցանակը։ Եթերում ռադիո լուրներ, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանը, մինչև ժամը 11-ը։ Սուրճ ու սեր առավոտից։ Ձեռքերում է մեր ճանապարհը արևի, երկուսով եթե քայլենք, մեզ ոչ մեկ էլ չի հասնի։ Ձեռքերում է մեր ողջ գույները աշխարհի, գունավոր արի ներկենք, սև սպիտակը մորացիր։ Լույս է գալիս, լույս է գալիս մեր սենյակից, արի թղթի վրա նկարենք փոքրիկ նավակ, գիշերով գնանք օտար քաղաք, համբուրվենք երկար Արի թղթի վրա նկարենք փոքրիկ նավակ, գիշերով գնանք օտար քաղաք, համբուրվենք երկար Լույս է գալիս մեր սենյակից, մտքերում է մեր վաղվա օրը սիրելիս, ու ինչքան դու ինձ սիրես, ավելի ես քեզ հոգիս, մտքերում է մեր սիրո թելը երկուսիս, իրար հետ արի հյուսենք, ես քո սիրտը դու հոգիս, լույս է գալիս մեր սենյակից, արի թղթի վրա նկարենք փոքրիկ նավակ, գիշերով գնանք օտար քաղաք, համբուրվենք երկար Արի թղթի վրա նկարենք փոքրիկ նավակ, գիշերով գնանք օտար քաղաք, համբուրվենք երկար գալիս մեր սենյակից, արի թղթի վրա նկարենք փոքրիկ նավակ, գիշերով գնանք օտար քաղաք, համբուրվենք երկար Արի թղթի վրա նկարենք փոքրիկ նավակ, գիշերով գնանք օտար քաղաք, համբուրվենք երկար Լույս է գալիս մեր սենյակից Լույս է գալիս երկի պրեմիերա էր Միհրան Ծառուկյան եւ Արփի Գաբրելյան, ահա այսպիսի գեղեցիկ երգ, իսկ մենք շարունակում ենք բարի լույս մաղթել ձեզ եւ հրավիրել մեզ հետ անցկացնել առաջիկա 1 ժամը, այսօր դեկտեմբերի 12-ն է, օրը ուրբաթ եւ սիրով ողջունում ենք բոլորին, ովքեր նոր են մեզ միացել եւ հիշեցնում, որ մեզ կարող եք նաեւ դիտել մեր Facebook-յան հարթակում եւ իհարկե մեր կայքում armradio.am։ Մի մոռացեք նաեւ զանգահարել մեզ 5537 վայ
02 Այո, 553702 հեռախոսահամարը սպասում է ձեզ, այնպես որ զանգահարեք եւ ձեր ողջույնները ուղղեք միմյանց, մեզ մասնակցեք քննարկմանը, եթերի վերջին հատվածում իհարկե ունենալու ենք նաեւ հյուր, այնպես որ նրան նույնպես անպայման հարցեր կուղեք, օրեր առաջ կենդանիների պաշտպանության օրներ եւ հենց այդ թեմայով Երևանում կենդանիների պաշտպանության հետ կապված կունենանք քննարկում, հետաքրքիր է նաեւ ընտանի կենդանիներ, եթե կան մարդիկ, որոնք ունեն, կարող են զանգահարել եւ իրենց կարծիքն ասել, թե ինչն է ըստ ձեզ պակասում ընտանի կենդանիների հետ կապված կանոնակարգերում, գուցե օրենսգրքում, գիտեմ, որ հիմա շատ թեժ քննարկում են, այո, նաեւ այդ օրենքի ընդունման հետ կապված կենդանիների ունքների պաշտպանները օրինակ մի քանի թերիկետ են գտնում, բայց ամեն դեպքում այն, որ ամեն ինչ քննարկման փուլում է, արդեն կարծում եմ լավ է։ Մենք ունենք մեկնաբանություն, Հերիկնաս Կարոյանը գրել է բարի լույս ձեզ, իմ շատ սիրելի հաղորդավարներ, հավես երգ է, տրամադրություն բարձրացնող, չեմ կարող գտնել սա որ երգի ժամանակ է գրել, բայց մենք գիտենք, որ լավ երգեր են հեռարձակում եւ շնորհակալ ենք այս մեկնաբանության համար եւ քանի դեռ մեր հյուրը ճանապարհին է եւ սպասում ենք նրան, վեգա արի թերթենք միջազգային դրահոսը, մեր դեպքում շոու բիզնես եւ տեսնենք թե ինչ է կատարվում աշխարհում։ Մինչեւ կանցնես քո լրահոսին ասեմ, որ մի կարևոր բան ենք բաց թողել նախորդ շաբաթվա ընթացքում, չենք հասցրել նշել, որ մեր մանկության ամենասիրելի կերպարներից մեկը Հանա Մոնտանա, նույն ինքը Miley Cyrus-ը նշանադրվել է, նա արդեն այո, նա արդեն ամուսնանալու ճանապարհին է եւ միշտ երբ մեր մանկության հերոսներն են, չէ, նշանվում, ամուսնանում, մի տեսակ շատ ավելի մեծ ես քեզ զգում։ Փաստորեն Taylor Swift, Selena Gomez, հիմա Miley Cyrus։ Այո, Disney աստղերը հերթով լքում են single կանանց ցանկը, շարքը։ Շնորհավորում ենք Miley Cyrus-ին եւ նրա բոլոր երկրպագուներին եւ գանք ամենա պահանջված տղամարդու հետ կապված լուրի Դեյվիդ Բեքհեմը բարձում է որ տրենդները հեղինակում ոչ միայն ֆուտբոլում եւ բիզնեսում, այլև կեղծարարության դեմ պայքարում նա շահել է իր ապրանքանիշի ներքո կեղծված ապրանքների մի քանի վաճառողների դեմ խոշոր դատական հայց, դա անցած տարվանից էր սկսել պայքարը 1.58 միլիարդ ֆունտ ստերլինգի դատական հայց էր ներկայացրել 150 առցանց վաճառողների դեմ, որոնք կեղծ ապրանքներ էին տարածում տարբեր վաճառքի հարթակներում եւ գիտենք Բեքհեմը տարատեսակ նորաձևության հետ կապված արտադրանքներ ունի, արտադրություն, հագուստ, կոշիկ, օծանելիք, մազերի եւ մարմնի խնամքի միջոցներ, ակնոց, զարդ, ֆուտբոլի գնդակներ եւ նույնիսկ տեսախաղեր եւ ահա այս ապրանքների վաճառքը, որոնք կեղծ են տարբեր հարթակներում, կարողացել է այդ վաճառքի դեմն առնել եւ ահա այս պայքարին միացել է նաեւ Harry Styles-ը, նա եւս դատական հայց է ներկայացրել միլիոնավոր դոլարներ գնահատվող ստվերային առցանց վաճառողների դեմ Հարի ապրանքային վաճառքով զբաղվող ընկերության անունից դատական հայցում նշվում է, որ Harry Styles-ի լայն տարածումը, ճանաչումը, առանձնահատուկ հեղինակությունը եւ ապրանքանիշի զգալի հաջողությունը նրա ապրանքանիշները դարձրել են անգնահատելի ակտիվներ եւ ողջևորվելով Բեքհեմի հաջողություններից, նա հենց այդպես էլ ասել է, որ Բեքհեմի հաջողությունը ոգեշնչել է եւ շատ արտիստներ, որոնք չեն ցանկանում երբեմն նաեւ բարձրաձայնել այս ամենի մասին, շարունակում են դատական հայցեր ներկայացնել կեղծ ապրանքներ վաճառող ընկերությունների դեմ, երբեմն թվում է թե այս կեղծ ապրանքների խնդիրը միայն Հայաստանում է, չէ, բայց ահա գլոբալ մակարդակում էլ դա կա, ուղղակի այս դեպքում ավելի մեծ գումարների, միլիոնների եւ միլիարդների մասին է խոսքը եւ գովելի է, որ արտիստները հաճախ գնում են այդ ամենի հետևից։ Իդեպ այո, կարծում եմ այս օրինակը աստիճանաբար Հայաստան նույնպես կտեղափոխվի եւ վերջապես կհասկանան մարդիկ, որ արտիստների իրավունքները նույնպես պետք է պաշտպանել եւ եթե ինչ-որ մեկը հայտնի է, դա չի նշանակում, որ նա պետք է զրկված լինի տարական մարդկային իրավունքներից։ Շարունակենք շոու բիզնեսի թեման, հայտարարվել են 2026 թվականի Met Gala-ի համանախագահները, շատ պաշտոնական է հնչում, հիմա բացատրենք, նորաձևության աշխարհի, գիտենք, առաջատար միջոցառումներից մեկն է Met Gala-ն եւ ահա Աննա Վինտուրին միանալու են շոուի համանախագահները, որոնց անունները Բիոնսե, Նիկոլ Քիդման եւ Վենուս
Ուիլյամսն են լինելու այս տարվա, այսինքն հաջորդ տարվա թեման ավելի կոնկրետ, հաջորդ Մեդ Գալան լինելու է հետևյալ թեմայով հագուստի արվեստը եւ ցուցահանդեսը, ինչպես գիտեք, ավանդաբար անցկացվում է Նյու Յորքի մետրոպոլիտեն արվեստի թանգարանում եւ ըստ թանգարանի կազմակերպիչների, աշխատակիցների, սա ոչ միայն թանգարանի համար, այլև ամբողջ նորաձևության արդյունաբերության համար հեղափոխական է լինելու, քանի որ թանգարանը պաշտոնապես նորաձևության արվեստը նվիրում է իր էությանը։ 3 կանանցից յուրաքանչյուրն էլ գիտենք ոճի իսկական խորհրդանիշներ են, թե Բիոնսեն, թե Նիկոլ Քիդմանը, թե Վենուս Ուիլյամսը եւ տեսնենք թե նրանք ինչպես կիրականացնեն իրենց համանախագահությունը։ Նախորդ շաբաթը լի է եղել նաեւ կինոյի հետ կապված իրադարձություններով, բայց երևի արդեն մեր հյուրերին ճանապարհելուց հետո կանդրադառնանք դրանց։ Այո, այնպես որ շարունակեք հետևել մեզ, մենք հիշեցնենք, մեզ կարող եք նաեւ տեսնել մեր կայքում եւ հանրային ռադիոյի Facebook-յան էջում եւ քանի որ արդեն ամանորից ենք խոսում, արի ամանորյա երգերը ավելի շատացնենք, այո, մեր playlist-ում։ Oh, Father Time, you and me, and holiday wine, wait for the snow while we read the yesterday road. Sitting by the open fire, loving you's a gift tonight, loving you for all my life, loving you is a gift tonight. Every day is Christmas when you're here with me. I'm safe in your arms, you're my angel, baby. Every day is Christmas when you're by my side. You're the gift that keeps giving, my angel for life. Every day is Christmas, every day is Christmas, every day is Christmas with you by my side. Every day is Christmas, every day is Christmas, every day is Christmas with you by my side. Oh, you're my love, you're the joy in my holiday song. And when you smile, I can't breathe, can't believe that you're mine. Sitting by the open fire, loving you's a gift tonight, loving you for all my life, loving you is a gift tonight. Every day is Christmas when you're here with me. I'm safe in your arms, you're my angel, baby. Every day is Christmas when you're by my side. You're the gift that keeps giving, my angel for life. Every day is Christmas, every day is Christmas, every day is Christmas with you by my side. Every day is Christmas, every day is Christmas, every day is Christmas with you by my side. With you by my side. With you by my side. Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց 18 շարունակում ենք մեր ընթացքը եւ ձեզ տեղեկացրել էինք օրեր առաջ էլ խոսել ենք այդ մասին, որ կենդանիների իրավունքների օրն էր նշվում օրեր առաջ եւ այս կարեւոր թեմային մենք չենք կարող չանդրադառնալ եւ այսօր խոսելու ենք այս թեմայի շուրջ։ Մեր տաղավարում է կենդանիների խնամքի կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հարություն Առաքելյանը։ Հարություն, բարի լույս։ Բարի առավոտ։ Բարի լույս, ինչպես են սովորաբար սկսվում առավոտները, եթերից դաթարի ընթացքում հասկացանք, որ այս շրջանում դուք նույնպես շատ խառն անցուդարձի մեջ եք։
Հա, ես իրականում սիրում եմ հատկապես այս նախատոնական երուզերը, դրան գումարվում է տարվա ամփոփումները, ու միշտ ակտիվ է, միշտ աշխուժ է, շատ լավ է, պետք է անընդհատ շարժվել։ Ահա, իսկ ընդհանրապես ինչպես են սկսվում առավոտները կենդանիների խնամքի կենտրոնում։ Առավոտները մեզ մոտ երևի ամենախառը այդ հատվածն է, որովհետև գործը նոր է սկսում է մաքրություն, ախտահանություն, օրվա պլանավորում, այսպես շարունակել, մինչև կեսօր մի փոքր խառն է, հետո արդեն խաղում ենք, անցնում ենք ավելի բնականon աշխատանքի։ Հիմնականում նույն ընթացքն է, ոչ մի արտարոց բան չկա, այսինքն այսպես կարելի ասել իր հունով ամեն օր գնում եմ։ Մինչ անցնենք 2025-ը ամփոփելուն առաջիկա պլաններին եւ այն նորություններին, որ ունի ՀՕԱԿ-ը, գուցե մեր այն ռադիոլսողների համար, որոնք այնքան լավ չեն պատկերացնում գործունեությունը, բացատրենք ինչու է կայանում առաքելությունը կենդանիների խնամքի կենտրոնի։ Կենդանիների խնամքի կենտրոնը զբաղվում է մայրաքաղաքում անտուն թափառող կենդանիների գլխականակի կանոնակարգմամբ ստերջացման համալիր ծրագրի միջոցով։ Սա ենթադրում է թափառող կենդանիների բռնում, նախնական հետազոտություն, կանխարգելիչ միջոցառումներ վտանգավոր վարակիչ հիվանդությունների նկատմամբ, սրանք այն հիվանդություններն են, որոնք վտանգավոր են ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց համար։ Որից հետո արդեն առողջ կենդանիների ստերջացում, որպեսզի անկանոն չբազմանան գլխականակը չմեծանա, որից հետո պատվաստումներ եւ նորից վերադարձ տարածք, բայց կան նաեւ ի ուրախություն մեծ դեպքեր, երբ որ կենդանիները նաև որդեգրվում են մեր կազմակերպությունից, այսինքն հնարավորություն են ունենում կենդանիների համար ընտանիք գտնել եւ փողոցից տեղափոխել տուն։ Ընդհանուր գործունեությունը հիմնականում սա է ու ամեն տարի կարծես նոր ծրագիր ենք ավելացրել, որտեղ կազմակերպությունը 2019-ից է սկսել ու որ հետայացք ենք ունենում, տեսնում ենք, որ ամեն տարի նոր, այսպես ասած, գործառույթ, նոր ծրագիր, հիմա էլ 26-ը հայտարարել ենք, այսպես ասած, կացարանների կառուցման տարի եւ արդեն շինարարության մրցույթ ունենք ու եթե որևէ արտարոց բան չլինի 26-ը կսկսենք նաեւ հենց կացարանի շինարարությունով։ Ահա, կարևոր գործունեություն եք ծավալում, բայց կոպիտ է մի փոքր հնչում, ինչ որտեղ նաև անշնորհակալ, որովհետև միշտ կան քննադատություններ, չէ, ինչպես են վերաբերվում թափառող կենդանիներին մեր մայրաքաղաքում, ինչ է փոխվել այս տարիների ընթացքում։ Հավելելով, կարծում եմ դա նաև պայմանավորված է, այսպես ասած, challenging, հա, շատ մարտահրավերային գործ է, որովհետև թափառող կենդանիները, կարծում եմ, նրանց թիվը դուք կառավարել, ղեկավարել չես կարող, գիտենք, որ շատ հաճախ մարդիկ իրենց կենդանիներին են տանից դուրս հանում եւ իսկապես հանուն արդարության լինում է, որ ոհմակի ես հանդիպում եւ այլն, այսինքն սա բավական բարդ իսկապես կարծում եմ կառավարող ոլորտ է։ Իրապես բարդ է, որովհետև շատ ճիշտ է այս բնութագրիչ բառը անշնորհակալ, որովհետև մեր հանրությունը իրականում բաժանված է ուղիղ երկու մասի։ Մարդիկ, ովքեր սիրում, պաշտպանում են ու հոգ են տանում կենդանիների մասին, ու մարդիկ, ովքեր բառի ուղիղ իմաստով ատում են այդ կենդանիներին ու իրենց գոյության հետ որևէ կերպ չեն համակերպվում։ Ու դու պետք է այդ աշխատանքներն իրականացնես ուղիղ իրենց մեջտեղում։ Պետք է ուղղակի կա մի հստակ սկզբունք, որով առաջնորդվել ենք եւ առաջնորդվում ենք, դա կենդանիների բարեկեցության կանոնները պահպանելով հանրության անվտանգությունն ու առողջությունն ապահովելն է։ Այսինքն այստեղ մեկի իրավունքը վեր հանելու կամ մյուսինը նվազեցնելու մասին չի այս ոլորտը, այլ ուղղակի ամեն բան իր հերթին կատարելու։ Իհարկե մենք պարբերաբար շատ ցավով պետք է ասեմ հանդիպում ենք դեպքերի մարդկային անպատասխանատվության դեպքերի, որոնց հետևանքով փողոցներում տարբեր տեսակի, ցեղատեսակի մենք շներ կարող ենք տեսնել, այս վերջում նույնիսկ փոքր այսպես ուսումնասիրություն ենք փորձում անել ու հասկացանք, որ փողոցում ենք արդեն շատ քիչ կհանդիպենք իրական խառնացող կենդանիների։ Ես շատ հաճախ հասկիների եմ հանդիպում։ Այո, բոլոր կենդանիների մեջ եթե հստակ ցեղատեսակ չկա, ապա հաստատ կա ինչ-որ միքս։ Մենք կարող ենք տեսնել խառնացող ինչ-որ կենդանի, չգիտեմ, կանաչ ու կապույտ աչքերով։ Այսինքն սրանք այս թափառող կենդանիներն էլ թափառող դարձել են իրականում մարդկային անպատասխանատվության հետևանքով ու ամեն բան գալիս է մեզնից, ինչպես միջավայրում ցանկացած բան պահելու, խնամելու, այս կենդանիները եւս մեր միջավայրի մաս են, իրենք շարունակում են լինել մեր միջավայրի մաս ու մենք ուզած թե չուզած պետք է համակերպվենք սրա հետ։ Միայն մեզնից մնում է հոգ տանել այս կենդանիների մասին, իսկ եթե հոգ չենք էլ ուզում տանել, գոնե չվնասել, իսկ պետությունը վերջին տարիներին գոնե թե մեծ տեմպով սկսել է զբաղվել սրանով, դրա վկայություններից մեկն այն է, որ մենք արդեն
առաջին ընթերցմամբ հաստատված ունենք կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենք, սա համալիր օրենք է, որով ոլորտը կփորձի ոլորտը արդեն քիչ-քիչ կարգավորել։ Հարություն, քանի որ հենց օրենքի հետ կապված էլ նկատել եմ համացանցում կենդանի իրավունքների պաշտպանների կողմից կան մտահոգություններ, հետաքրքիր է այդ մասով գուցե կան ինչ-որ կոնկրետ պատասխաններ, ինչու են կայանում հիմնականում այդ մտահոգությունները եւ որքանով են դրանք տեղի արդարացված։ Քիչ շատ ծանոթ եմ առաջ բերվող դժգոհություններին, ես կողմ եմ, երբ որ կան մարդիկ, հասարակական կազմակերպություններ, ովքեր միշտ փորձում են պաշտպանել, ազնիվ կերպով փորձում են պաշտպանել կենդանիներին։ Դրա հետ միշտ հաշտեմ նաև ինչ որ չափով հաշտեմ, երբ որ մարդիկ եւ թեկուզ օրենքում որևէ բան տեսնում են, որ իրենց համար խնդրահարույց է կամ լավ չեն ընկալում, հասկանում, խնդրահարույց է թե ոչ եւ դրա մասին բարձրաձայնում եմ։ Դրա հետ շատ համերաշխ եմ։ Իմ կարծիքը օրենքի հետ կապված ես կարող եմ շատ կարճ ասել, որ սա առաջին օրենքն է, մենք իդեալական օրենք վստահաբար չենք կարող ունենալ եւ կարծում եմ, եթե մեր բոլոր օրենսդրական նախագծերն էլ ուսումնասիրենք, կգտնենք հաստատ թերություններ ու բացեր, բայց մեզ այս օրենքը պետք է, որտեղ այս օրենքում կան հստակ ձևակերպումներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս կենդանիների հետ գործ ունեցող ցանկացած մեկին կազմակերպության բերել օրենքի դաշտա վերաբերում են տանի կենդանիներին, թափառող կենդանիներին, ամենակարևորը բուծարաններին, բուծողներին, կացարանային գործունեություն ծավալողներին եւ այսպես շարունակ։ Այսինքն այն առաջնային կարևոր մեսիջները, ինչը մեզ պետք է այս օրենքում ըստ էության կա, հստակ ձևակերպված է նաեւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, կենդանիների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի մասին արդեն խոսք կա օրենքում, որ նաեւ պատիժ է ենթադրում։ Այսինքն մեզ ըստ էության հիմա այնինչ կա, այնինչ պետք է կա, կարող է ավելի լավը լինել, իհարկե կարող է ավելի լավը լինել։ Կարող է հետագայում ավելի լավը լինել, իհարկե կարող է բարեփոխվել։ Որովհետև հնարավոր է միշտ լավարկել, հնարավոր է փոփոխություններ կատարել, որովհետև այս օրենքը պետք է գործածենք, որ հասկանանք մեզ ինչ է պետք, մենք ոչինչ չունենք այս պահին այս դաշտում, պետք է ինչ-որ բան լինի։ Այն թեզի հետ կատեգորիկ համաձայն չեմ, ինչը մի պար շրջանառվում էր, որ այս օրենքը քնեցման մասին է կամ որ այս օրենքը գալիս է, որ կենդանիներին massայական քնեցնեն եւ այլն, սա եւս մեկ անգամ ասել եմ ու նորից եմ կրկնում, չկա օրենքում նմանատիպ կետ, ավելին շատ հստակ ձևակերպված է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է թվում նաեւ հենց այդ քնեցումը, առողջ կենդանիների քնեցումը քերորեն պատժելի արարք է եւ կարող ենք մենք անընդհատ քննադատել տարբեր դետալներ, տարբեր ձևակերպումներ, բայց այս թույլ տեղին, այս նուրբ տեղին կարծում եմ պետք չի կպնել, որովհետեւ բարեբախտաբար չկա նման կետ, իսկ Հայաստանը մենք արդեն տարիներ շարունակ տեսել ենք, որ փորձում է հեռու մնալ այդ արատավոր երևույթից, դրա մասին վկայում են պետության կողմից իրականացվող ծրագրերը հենց։ Հետաքրքիր է նշեցիք, որ հիմնականում փողոցում հայտնված կենդանիները կամ դրանց թվի ավելացումը պայմանավորված է հենց մեր, քաղաքացիների անպատասխանատվությամբ հաճախ մեր կողմից յուրաքանչյուր քաղաքացի ինչ կարող է կամ կենդանատեր, կենդանասեր, ինչ կարող է անել եւ ինչից պիտի խուսափենք, որպեսզի մենք էլ կարողանանք այս հարցի լուծումը տալ։ Օրինակ, գիտեմ, որ ցանկալի է, որ գոնե որոշ ժամանակ օրինակ ստրջացնենք մեր կենդանիներին եւ այլն, Արդյոք պլանավորվում կամ նախատեսվում է, որ բուծելու հնարավորություն ունենան միայն սահմանափակ կամ ինչ-որ հատուկ գրանցված մարդիկ, որովհետև գիտեմ, որ հիմնականում Հայաստանում ինչպես է, եթե ունես ինչ-որ ցեղատեսակի շուն, հետագայում նա ձագեր է ունենում, դու որոշում ես վաճառել, առանց օրինակ լավ գաղափար ունենալու ինչ կերպ է դա արվում կամ արդյոք ում ես վաճառում, մի խոսքով, ինչ կարող ենք անել կամ ինչ չարժե անել, որպեսզի մենք մասը չդառնանք թափառող կենդանիների շատացման պատճառի։ Ամենակարևորը, որ պետք է գիտակցենք, կենդանի պահելը շատ հստակ պատասխանատվություն է։ Սա ամենակարևորն է, ամեն ինչ սկսում է այստեղից, որ այս կենդանիները եւս ունեն հույզեր, էմոցիաներ, նրանք խաղալիք չեն, զվարճանքի միջոցներ չեն եւ ուղղակի այն մոտեցումը, որ այս պահին ուզում եմ
շուն կամ կատու ունենալ, կվերցնեմ, երբ որ էլ չեմ ուզենա իրան բաց կթողնեմ, սա չգիտեմ ուղղակի ինչ է։ Անպատասխանատու վերաբերում։ Ուղղակի աբսուրդ է սա, բայց մեր մոտ շատ տարածված է սա։ Առաջին ու գլխավոր կետը սա է, որ կենդանի պահելու ցանկություն, երբ որ առաջանում է, պետք է շատ երկար մտածել, հաշվի առնել այդ նախընտրելի տեսակին բնորոշ առանձնահատկությունները, այսինքն մենք կարող ենք բավարարել այդ կենդանիների համար անհրաժեշտ պայմանները, թե ոչ, որովհետև կենդանի պահելը միայն նրան կերակրելը չէ։ Ուղղակի պայմաններից սկսած բժշկական ծառայություններ, վարք, պատշաճ զբոսանք, այս ամենը պետք է ապահովել։ Եթե գիտենք, որ չենք կարող կամ կասկածում ենք, որ չենք հասցնի, խնդրում եմ եկեք կենդանի ուղղակի չպահենք, դրանով եթե փորձում ենք տրենդային լինել, եկեք այլ տարբերակ մտածենք տրենդային լինելու, եթե փորձում ենք այդ կենդանուն ճակերտավոր ասած փրկել X ժամանակով եւ տուն տանել, եկեք դա էլ չանենք, որտեվ դրանից հետո երբ որ նորից հայտնվում է, մի քանի անգամ ավելանում է ստրեսը այդ կենդանու։ Եվ այսպես շարունակ, առաջնայինը, որ պետք է հստակ գիտակցել, որ կենդանի պահելը պատասխանատվություն է եւ երկար մտածել այդ ուղղությամբ։ Իսկ բուծարանների մասով հենց օրենքում կա կետ, որով լիազորվում է տեղական ինքնակառավարման մարմիններին թույլտվություններ տրամադրել բուծարաններին, այսինքն սա ենթադրում է, որ դի մարմինները նաև հետագայում գերատեսչությունների հետ կմտածեն, կսահմանեն չափորոշիչներ, որոնցով կտրվեն թույլտվությունները եւ բնականաբար շատ շատերը հնարավորություն չեն ունենա բուծելու այդ անհասկանալի քանակությամբ ու տեսակի կենդանիներին, ու մենք քիչ-քիչ փողոցում այդ խեղճ կենդանիներին լքված սկսենք ավելի քիչ տեսնել։ Ահա, հուսանք, որ իսկապես այդպես կլինի։ Մենք գովազդային դադար ունենք այս պահին, փոքրիկ ընդմիջում, որից հետո կշարունակենք խոսել այս շատ կարևոր թեմայից։ Սուրճ ու սեր առավոտից։ Շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը, այսօր խոսում ենք կենդանիների իրավունքներից եւ հիշեցնեմ մեր տաղավարում կենդանիների խնամքի կենտրոնի տնօրենն է Հարություն Արաքելյանը եւ զանգ ունենք այս պահին, ռադիոլսողը կարծես թե հարց ունի մեր հյուրին, տեսնենք ով է միացել։ Բարի լույս։ Ալո։ Այո, լսում ենք ձեզ։ Լսում ենք ձեզ, դուք ուղիղ եթերում եք։ Ողջունում եմ ձեր հյուրին։ Կուզեի մի հարց ուղղել իրեն, եթե հնարավոր է մի փոքր մանրամասն եկել, եթե կենդանի ենք պահում, ասենք դրա համար, ինչքան ես գիտեմ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով պետք է հարկ, թե ինչ-որ բան մուծվի։ Կուզեի դրա մասին մի փոքր մանրամասն եք, կենդանի պահելու դեպքում ինչ պետք է, որտեղ պետք է մուծենք հարկը, եւ ընդհանրապես ինչ օրենսդրությամբ ինչ կարգավորումներ կան ընտանի կենդանիների պահելու համար սահմանված, եթե կարելի է մի փոքր դրանց մասին, օրինակ թեկուզ բակում կարող ենք հանել մանտար կենդանշանը, այդ կանոնները կուզեինք մի փոքր մանրամասնեք, եթե կարելի է։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք հարցի համար։ Սկսենք երևի Տուրքից, Երևան համայնքում սահմանված է կենդանիներ պահելու տուրք, բայց այն արդեն եթե ճիշտ եմ հիշում, մոտ 5-6 տարի է սառեցված, այսինքն այս պահին Երևան քաղաքում կենդանի պահելու տուրքը չի գանձվում եւ երբ որ նորից սկսի գործել դա, դրա մասին առանձնահատուկ առանձին կհայտարարենք։ Ինչ վերաբերում է ընտանի կենդանի պահելուն, ընտանի կենդանի պահելու հստակ պայմաններ կան, Երևան քաղաքում նաեւ ունենք ավականու որոշում, որը վերաբերում է հենց ընտանի կենդանիների պահման եւ զբոսանքի կանոններին, ինչը ենթադրում է, որ մայրաքաղաքում կենդանի պահողները պետք է հաշվառեն, չիպավորեն եւ հաշվառեն իրենց կենդանիներին նույնականացնելով տիրոջ հետ։ Սրան զուգահեռ այս գործընթացը պետք է անցնի հետեւյալ ճանապարհը, բժշկական որևէ կենդանաբուժական որևէ կլինիկայում իրականացվում է չիպավորում, հետո արդեն կենդանատերը այդ
կենթանու տվյալներով մոտենում է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ կամ ավելի հայտնի ասած թաղապետարան եւ գրանցում է իր կենթանուն։ Զբոսանքի հետ կապված շատ կարեւոր է այս դիտարկումը, որ զբոսանք կազմակերպելը եւս պետք է շատ ճիշտ լինի, որովհետեւ սա բխում է ինչպես մեր կենթանու անվտանգությունից, այնպես էլ նաեւ ուղղակի փողոցում բակում մեզ հանդիպող մեր համակարգացիների անվտանգությունից։ Կարևոր մի քանի կետ պետք է պահել, կենթանիները պետք է զբոսնեն կարճ կապի առկայությամբ, եթե ձեր կենթանին ներառված է կառավարության կողմից սահմանված վտանգավոր ցեղատեսակի կենթաների ցանկում պոտենցիալ վտանգավոր այդպես է կոչվում, ապա նաև զբոսանքը պետք է կազմակերպել դնչկալի միջոցով։ Կարևոր եւ պարտադիր ենք համարում կենթանու հետևից ապահովել մաքրությունը եւ ամենակարևորը առանց ձեր ուղեկցության կենթանուն որևէ կերպ դուրս չթողնել, պատվաստեք ձեր կենթաներին, ապահովեք նրանց առողջ լինելը։ Հարություն այսօր համացանցում մենք տեսնում ենք շատ կենթանասերների, որոնք հաճախ կարևոր կամ նշանակալի ինչ-որ դեպքերի ժամանակ արձագանքում են եւ մեծ արձագանք է գտնում նրանց կարծիքը, մեկնաբանությունները հետաքրքիր է ինչքանով են նրանք օրինակ համագործակցություն կենտրոնի հետ եւ ընդհանրապես կամավորների կարիք ունեք։ Մենք կան հասարակական կազմակերպություններ, կան անհատներ, որոնց հետ տարիներ շարունակ համագործակցում ենք, ծրագրեր ենք իրականացնում, շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում անհատներին եւ կազմակերպություններին, որոնք մեծ հետ աշխատել են եւ մեծ ներգրավվածություն են ունեցել հենց առաջնային կենթանիների համար ընտանիք գտնելու գործընթացում, որտեղ նրանց շնորհիվ է, որ մենք ամեն տարի մոտ 100-ից ավել կենթանու կարողանում ենք կենթանու համար կարողանում ենք ընտանիք գտնել, առիթ օգտագործելով եւս մեկ անգամ շնորհակալ եմ այդ մարդկանց ու կազմակերպություններին, որտեղ բոլորիս նպատակը մեկն է փորձել կենթաների համար ստեղծել այնպիսի միջավայր, ձևավորել այնպիսի մշակույթ կենթաների հետ շփման վարքի, որը ուղղակի չի վնասի այս կենթանիների։ Համագործակցում ենք այն կազմակերպությունների հետ, որոնց հետ հնարավոր է համագործակցել, այսպես ասած, միշտ բաց ենք համագործակցության համար, իսկ կամավորներ ունենում ենք մենք օրեր առաջ նաև մեր կամավորների օգնությամբ արդեն մեր փոքր կացարանում նախապատրաստական աշխատանքներ իրականացրեցինք ձմեռային, հա, մեր կամավորները մեզ ամառային արձակուրդների ընթացքում պարբերաբար օգնում են նաև երեխաների այցերի ժամանակ, խոսում երեխաների հետ, նրանց հետ խնամում կենթաներին, կամավորներ ունենք եւ այս տարի նաև կսկսենք կամավորների ավելի մեծ քանակությամբ հավաքագրում, որովհետեւ կացարանի գործարկումից հետո անհրաժեշտություն շատ կլինի եւ մենք կուզենանք, որ կացարանում պահվող շների խնամքում նաև ներգրաված լինեն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են կենթաներով, խնամել են նրանց բակերում, փողոցներում ու կարծում եմ մեզ կհաջողվի լավ կամավորական թիմ ունենալ ու հոգալ կենթաների կարիքները։ Իդեպ հենց կացարանների մասին, քանի որ ինչպես նշեցիք, կան բազմաթիվ կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, որոնք արդեն ունեն կացարաններ, չգիտեմ որքանով է ճիշտ մասնավոր կոչել դրանք, ամեն դեպքում ոչ պետական, հա, այսպես ասած, համագործակցություն նրանց հետ նույնպես պլանավորվում է, գուցե ինչ որ համատեղ կանոններ կլինեն կամ փոխօգնություն, միմյանց աջակցություն։ Կացարան Հայաստանում պետության կողմից կառուցված կացարան դեռ չկա։ Այն կացարանը, որը կառուցվելու է Երևանում, դա Հայաստանում առաջին պետական կացարանն է լինելու։ Այսինքն մենք ինչ կացարաններ որ գիտենք, դրանք տարբեր կազմակերպությունների, այսպես մասնավոր ընկերությունների կացարաններ են։ Մենք միշտ դիտարկում ենք ու ավելի լայն ուսումնասիրության առարկա ենք դարձնում այս պահին նաև պետություն մասնավոր համագործակցությունը, այսինքն գործող կացարանների կամ այն մարդկանց, ովքեր այն հասարակական կազմակերպությունները, ովքեր ուզում են կացարաններ ունենալ, նաև Երևան համայնքը մասնավորապես դիտարկում է նրանց հետ համագործակցություն, ինչու ոչ նաև փորձենք միասին ստեղծել կացարան, չգիտեմ, մենք ստեղծենք, իրենք պահպանեն, իրենք ստեղծեն, մենք պահպանենք, այսինքն հնարավոր համագործակցության եզրերը ամեն դեպքում այս պահին քննարկվում են։ Երբ ես հիշում եմ միշտ, երբ որ նոր էր կազմակերպությունը գործում, ստեղծվել 2019-ին, շատ հակասական կարծիքներ կար այս կազմակերպության հետ, կազմակերպության գործունեության հետ կապված, դա կապված գալիս էր նրանից, որ տարիներ առաջ բոլորս կհիշենք այն արատավոր ժամանակները, երբ որ կենթանիներին ուղղակի կրակում
քննարկում էին փողոցում ու դրանից հետո ու դա արվում էր անում էր հենց համայնքը, դրանից հետո շատ դժվար էր մարդկանց մեջ ու մինչև հիմա էլ շատ դժվար է իրականում բերել մարդկանց այն գաղափարի, որ գիտեք պետությունը էլ դաժան չէ, էլ չի վերացնում այս կենթաներին, դու ինչքան ուզում ես լավ գործ արա, միևնույն է մարդկանց մոտ այդ վատ հիշողությունը կա, այո, ու շատ դժվար է դա, այսպես ասած, մաքրվում կամ փոխվում, բայց ի ուրախություն բոլորիս այն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում եկել մնացել են մեր կողքին կամ պարտադիր չի լինեն մեր կողքին, գոնե աջակցում են, հասկանում ենք, որ ամեն դեպքում այդ վերաբերմունքը փոխվում է։ Ահա, դա կարևոր է, երևի թե դա ամենակարևորն է, հենց վերաբերմունքի փոփոխությունը նախ մեր կողմից եւ նաեւ պետության կողմից եւ դրա անկալումը։ Հարություն նշեցիք ի սկզբանե, որ արդեն շատ զբաղված շրջան է, ամփոփումներ եւ տարին ավարտվում է, ամեն մեկս մեզ համար կարծես նաեւ մտովի ամփոփումներ ենք անում, հաստրել եք ձեզ համար նաեւ վերլուծել, ինչպիսին էր 2025-ը խնամքի կենտրոնի համար, ինչ հասցրիք անել եւ ինչ մնաց 2026-ի համար։ Մենք տարեվերջին հասցրեցինք մեզ համար ամենակարևոր այս ծրագրի մեկնարկը տալ կացարանի մասին է խոսքը, որտեղ մենք արդեն երկար ժամանակ է քննարկում ենք այս նախագիծը, փորձում ենք փոփոխել անընդհատ ու հիմա վերջապես, քանի որ հայտարարել ենք արդյունաշինարարության մրցույթը, իրականություն դառնալը շատ ավելի մոտ է, ամենագլխավոր ձեռքբերումը երևի կասեմ սա, իսկ տարվա ընթացքում մեզ համար ամենամեծ այն ձեռքբերումներից մեկը երևի որ տեղի է ունենում, դա կենթաների որդեգրությունն է։ Ամեն կենթանու որդեգրություն իրականում ձեռքբերում է, որտեղ եւս մեկ կենթանի ուղակի փողոցում չի ապրում, ել չեմ խոսում այն կենթաների մասին, որոնցից իրենց տերերը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են ու տեսակներ կան, որոնք ուղակի փողոցում չեն կարող ապրել եւ սրանք սա առաջնային ամենակարևոր ձեռքբերումներ են։ Ընդհանուր առմամբ աշխատանքը գնահատում եմ էլի ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի զուտ ստերջացման ծրագիրը դրական, որտեղ մեծ թվով հնարավոր է եղել չստերջացած կենթաներ ստերջացնել, պատվաստել, վերապատվաստումներ իրականացնել եւ այս ամենը ու էլ ավելի կարվի 2026 թվականին։ Հարություն, հնարավոր է արդյոք, եթե ոչ մոտ ապագայում, ապա ապագայում կամ որպես ոլորտը ուսումնասիրած ոլորտի մասնագետ գուցե ինչ-որ թիվ եք պատկերացնում, երբ Հայաստանն էլ եվրոպական երկրների, ամերիկյան քաղաքների պես չունենա թափառող կենթանիներ։ Որոշ քաղաքների եւ որոշ երկրների։ Մենք կարող ենք հասնել այնպիսի ժամանակների, երբ որ փողոցներում ուղղակի թափառող կենթաներ չենք տեսնի, բայց սրա համար պետք են հստակ աշխատանքներ։ Մենք չենք կարող ժամանակագրություն ասել, որովհետև այս բային իրականացում են մեծածավալ աշխատանքները միայն Երևանում, իսկ մենք միայն Երևանով ուղղակի չենք կարողանալու կարգավորվել, որտեղ Երևանի սահմանները օրինակ փակ չեն ու իսկ թափառող կենթաները այնտեղ են, որտեղ կա սնունդ, բազմանում են ու շարունակում տարածվել։ Այս օրենքը մեզ նաև պետք է որ հնարավորություն տա համայնքներում եւս մեծածավալ մարզերում մեծածավալ աշխատանքներ իրականացնել ու հասնել նրան, որ մոտ ապագայում եթե ոչ այնպիսի իրավիճակ, որ այլևս չտեսնենք թափառող կենթանիների, գոնե մոտ ապագայում տեսնենք իրավիճակ, երբ որ հատուկենտ կհանդիպենք խնամված առողջ կենթաներ կտեսնենք, իսկ շատ ավելի հեռու հուսանք, որ մի օր առասարակ չենք տեսնի։ Ահա, Հարություն, հետաքրքիր է դուք ունեք տանը կենթանիներ։ Ես չունեմ շուն, կատու, ես ունեմ օծ, մողեսներ ունեմ եւ իմ սիրելի թութակ։ Ահա, այսինքն բազմատեսակ կենթաներ են ինչպես են գոյատևում միասին։ Իրենք միասին չեն ապրում, իրականում էկզոտիկ կենթաները հիմնականում աշխատավայրում են պահում, որտեղ որվա մեծ մասը այնտեղ են լինում, այսպես իսկ շներ ինձ թվում է այս վերջին տարիներին քաղաքի շների մեծ մասը արդեն այսպես թե այնպեսներն են ու տարբերություն կարծես չկա, չնայած որ փողոցում էլ իրականում ունեմ այսպես ճակերտավոր ասած նախընտրելու սիրելի շներ, որոնց բարբերաբար փնտրում գտնում եմ։ Իրար ճանաչում եք։ Մենք էլի զանգ ունենք, տեսնենք ռադիոլսողը ինչ հարց ունի մեր հյուրին։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Բարի լույս։ Դուք ուղիղ եթերում եք։ Ալո։ Այո, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուշադրություն էի ձեր այդ կենթանիների մասին որդեգրումը եւ նրանց խնամքը։ Հիմա ուզում եմ ասել հետեւյալը, ես ունեմ կատու, որ պահում եմ գյուղում
Սակայն ես երկու կենցաղ եմ վարում, ես ամռանը ասենք լինում եմ գյուղում, բայց ձմռանը ոչ, Երևանում եմ ապրում։ Հիմա անցյալ տարի ես կենցանուց տվեցի ինչ որ մեկին, մինչև գալու, որից հետո նորից մենք տեսնենք, հիմա նորից նույն պատմությունն է։ Ես ուղղակի շփվում եմ կատուն, որ լսեցի ворթեգրում գոյություն ունի, ուզում եմ իմանալ դա ինչպես է կատարվում եւ ինչ կարող եմ անել նրա հետ, որ նա ստրեսի չենթարկվի։ Ահա, ворթեգրման ընթացակարգի հետ է կապված հարցը, Հարություն։ Նախ պետք է խնդրեմ կենթանուն այդքան չտալ տարբեր մարդկանց, որտեղ այդ կենթանին իրականում վստահաբար արդեն ստրեսի մեջ է։ Իսկ ինչ վերաբերում է ворթեգրության, եթե ճիշտ հասկացա, այսինքն այն միտքը, որ կենթանատերը մտածում է կենթանուն մեկին հանձնելու, նման դեպքերում ես կարծում եմ հենց նախաձեռնողը կենթանատերը պետք է լինի, փորձի գտնել առավել հոգատար կամ մարդ, ով որ մեծ ուշադրություն կդարձնի կենթանուն, նոր այդ դեպքում տալ ворթեգրության, իհարկե լավ կլիներ, եթե երբեմն հասկացա մի քանի տարի արդեն պահում են այդ կատվին, իհարկե շատ լավ կլիներ, որ եթե ինչ-որ տարվա X եղանակին հնարավոր է պահել մի քիչ ոնց է ստացվում մյուս եղանակներին չէ, ամեն դեպքում լավ կլինի փորձել պահել կենթանուն, որտեղ արդեն սովորած կլինի, այո, կենթանատիրոջ, իսկ եթե չէ, ապա կենթանատերը պետք է փորձի գոնե թե հարմար այլ տարբերակ գտնի կենթանու համար, բայց առանց ստրեսի։ Իդեպ, քանի որ ворթեգրելուց խոսեցինք, ես ինձ թույլ կտամ մի անձնական խորհուրդ տամ, գուցե Հարությունն էլ կասի որքանով է տեղին, ես ինքս շատ ողջունում եմ, երբ դրսից են կենթանի ворթեգրում, բայց օրինակ ես անձնական փորձով խորհուրդ կտամ ворթեգրելիս հենց նոր ծնված կամ շատ փոքր ձագի փոխարեն կացարանից մի քիչ ավելի մեծ կենթանի ворթեգրել, քանի որ ես ինքս ունեմ փորձ, ես իմ շանը, որը ցավոք էլ մեծ է չէ ворթեգրել եմ դրսից, երբեմն ինչպես Հարությունը նշեց, շատ տարբեր ցեղատեսակ են խառնվում իրար եւ ձակ տարիքում, շատ փոքր տարիքում դուք չգիտեք թե ինչ կենթանու հետ եք հետագայում գործ ունենալու եւ ցավոք հաճախ խնդիրներ են առաջանում, որոնք նույնիսկ բազմաթիվ վարժեցնողների հետ աշխատանքի, բժիշկների հետ աշխատանքի արդյունքում լուծելի չեն լինում եւ իմ կարծիքով հենց կացարաններից ավելի մեծ, չեմ ասում, չգիտեմ, 10 տարեկան, բայց թեկուզ գոնե 1 տարեկան կամ 6 ամսական շներ, կատուներ ворթեգրելու դեպքում կարողանում եք նաև նրանց բնավորությունը մոտավորապես հասկանալ, պատկերացնել։ Ես իմ կողմից անձնական այս խորհուրդը կտամ, որպեսզի թե դուք լավ զգաք ձեր կատարած իսկապես բարի եւ լավ գործի համար, թե հետագայում քիչ լինի ստրեսը ձեր համար էլ, կենթանու համար էլ։ Դե այստեղ մի խնդիր եւս կա, եթե կարող ենք խնդիրը անվանել, ձագ, եթե խառնացեղերին է վերաբերվում, ձագ ժամանակ վերցած կենթանիները մենք չենք կարող հստակացնել, թե այդ կենթանին ինչ չափի է դառնալու, ու մարդիկ երբ որ փոքր բազմաբնական շենքերում, չգիտեմ, փորձում են շուն պահել, ձագ ժամանակ հարմար է իրան, երբ որ այդ կենթանին մեծանում է, հասկանում են, որ առնվազն հարմար չէ, այսինքն եթե պայմաններն էլ այդքան մեծ հնարավորություններ թույլ չեն տալիս, պետք է այս մասով մի քիչ էլի երկար մտածել, իսկ խառնացող կենթանիները, կացանից փողոցից վերցած կենթանիները վստահաբար շատ ավելի լավ ընկերներ են լինում ու ավելի հոգատար են դառնում, ավելի շնորհակալ են դառնում, այդ բառն է երևի ամենատեղինը, այնպես որ վստահաբար փողոցից կամ կացաներից վերցրեք, իսկ ամանորը մենք միշտ տարեվերջին արշավ ենք սկսում, որով մեր համակարգացիներին առասարակ բոլորին խորհուրդ ենք տալիս կամ առաջարկում ենք տարին սկսել նոր ընկերոջ հետ ձեռք բերել, ворթեգրել կենթանի ու տարին սկսել շատ դրական էմոցիաներով։ Բայց Հարություն, այստեղ անպայման կոչ անենք նաև, որ անակնկալ մի նվիրեք ինչ որ մեկի կենթանու, որովհետև այո, կենթաներին մի նվիրեք, այո, որովհետև ինչպես Հարությունը զրույցի սկզբում նշեց, սա մեծ պատասխանատվություն է, որին մարդը ինքը պիտի պատրաստ լինի, եւ եթե ձեզ չեն խնդրել հատուկ իրենց նվիրել տվյալ կենթանին, ապա մի նվիրեք։ Խոսքա չէ, տանը շուն ունեցողներն են ասում, որ այդ շունը կարծես երեխա լինի, որ երբեք չի մեծանում, որ հենց այդպես այո, երեխաների դեպքում գալիս է փուլ, երբ նրանք ինքնուրույն են դառնում, իսկ տան հետ շունը եւ նաեւ կատուները միշտ սպասում են իրենց տերին եւ կարծես միշտ երեխայի պես խնամք եւ վերաբերմունք են պահանջում։ Շատ շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ անդրադարձի համար։ Կարևոր զրույցի համար, ձեզ արդեն հաջող տարի ենք մաղթում 2026 թվականին եւ իմացեք միշտ պատրաստ ենք տարատեսակ ծրագրերի դեպքում հյուրընկալել ու զրուցել։ Շնորհակալ եմ շատ։ Մեր տաղավարում էր կենթանիների խնամքի կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանը, շատ տարբեր շերտերի անդրադարձանք այս կարևոր թեմայի։ Շարունակենք եթերը երաժշտական դադարից հետո այժմ հյուրի հետ լուսանկարվենք ու ճանապարհենք։
շող կդառնա Կմնամ հիմա քո շուրթերից արվա չեմ արթնանա Բեսame aquí un poco Mi քիչ երկար համբուրիր Mi քիչ երկար համբուրիր Un poco más Bésame un poco Așa-i stată lumea Անսաման ծովես հոգուս խորքում Բայց քո ձեռքերում ես չեմ խորտակվում Սերդ փարում է ինձ հողմի պես հովի հետ համբուրում Եթե այնպես շոյը գիտես ինչու ես սավ պաճառում Բեսame aquí un poco Mi քիչ երկար համբուրիր Mi քիչ երկար համբուրիր Un poco más Bésame un poco Așa-i stată lumea Անցյալ թե ապագա կարևորն է հենց իման Անիրական երազ միայն ինձ ինչը հեռանաս Անասեր ոչ ոք երկար չի դիմանա Համբուրիր ինձ մինչև դու դառնաս իրական Մի քիչ երկար Mi քիչ երկար համբուրիր Mi քիչ երկար համբուրիր Un poco más Bésame un poco Așa-i stată lumea Bésame aquí un poco Սուրճ ու սեր առավոտից 10:50 մեր եթերաժամի վերջին րոպեներն են, ես հենց ժամը ասում եմ, պետք է այդ բանին փոխվի։ 10:51, հիշեցնենք այսօր դեկտեմբերի 12-ն է, ովքեր նոր են մեզ միացել, ձեզ բարի լույս ենք մաղթում, մեր շատ կարևոր զրույցը բաց թողեցիք, բայց մեր եթերները պահպանվում են մեր Facebook-յան էջում, մեր YouTube-յան հարթակում, մեր կայքում, այնպես որ կարող եք հետևել նաև մեր բոլոր հաղորդումներին, նաև մեր սոցհարթակներում, անպայման բաժանորդագրվեք հանրային ռադիոյի էջերին։ Այո, եւ այս ընթացքում հեռախոսային հավելվածը որոշեց, որ եղանակի հետ կապված պետք է մի քանի կտրուկ փոփոխություն մասին հայտնի, արդեն 4 աստիճան է ջերմաստիճանը, եթե պատուհանից նայել եք գիտեք, որ դեռ անպամած է, այսօր 40% հավանականություն է ավելացրել, որ գուցե ամեն դեպքում անձրևի մայրաքաղաքում։ Իսկ ասելու էր 40 աստիճան տաքություն է սպասում։ Շատ երազելի կլիներ իմ դեպքում, բայց ոչ, ամեն դեպքում առաջիկայում կարծում եմ դա մեզ չի սպառնում, եթե իհարկե չեք պլանավորում այլ երկրներ մեկնել, օրինակ Հարևան Վրաստան, վաղը աջակցելու մեր մասնակցին մանկական Եվրատեսիլի։ Այո, եղանակը այնտեղ էլի կարծես թե նույնն է, բայց տրամադրությունը եւ հաղթական ոգին ավելի պիկի վրա կլինեն, քանի որ վաղը տեղի կունենա մանկական Եվրատեսիլը եւ Հայաստանը ներկայացնող Ալբերտը հաղթանակի մեծ շանսեր ունի։ Սա այն դեպքերից չէ, երբ մենք ուղղակի ուզում ենք, որ մեր մասնակիցը հաղթի, մեր բարի ցանկությունն է, այլ իսկապես շանսերը մեծ են, երգը շատ է սիրվել, մեր պատանին շատ տաղանդավոր է եւ շատ ճիշտ է գրագետ է երգում, նաեւ կենթանի եւ կարծես թե ըստ տարածված փոքրիկ տեսանյութերի եւ լուսանկարների նաեւ շատ տպավորիչ բեմադրություն է սպասվում։ Այո, եւ իսկապես ինչպես Էվակը նշեց, ֆավորիտներից է համարվում, այնպես որ այս անգամ ունենք ռեալ շանսեր մանկական Եվրատեսիլը արդեն երրորդ անգամ Հայաստան բերելու եւ հիշում եմ թե ինչ տոն էր հենց այս շրջանում մի քանի տարի առաջ, 2 տարի առաջ ինչ
հրաշալի էր քաղաքը, ինչ մեծ տոնակատարություն էր, այնպես որ ես չալարեցի եւ նայեցի, որ Թբիլիսիում վաղը 10 աստիճան է լինելու եւ համեմատաբար արևոտ եղանակ, այնպես որ եթե պլանավորում եք մեկնել հարևան պետություն եւ հենց տեղում աջակցելու մեր պատանուն, մեր մասնակցին, ապա այս մասով նույնպես կարող եք հանգիստ լինել, իսկ մեզ մնում է եւս մեկ անգամ հաջողություն մաղթել նրան, հուսանք, որ երկուշաբթի նրա հաղթանակի մասին կպատմենք ձեզ, արդեն կլինի արդեն կիմանանք, չէ, երկուշաբթի։ Այո, հենց վաղն ենք իմանալու։ Շատ լավ։ Հուսով եմ երկուշաբթի կկարողանանք ձեզ պատմել Ալբերտի հաղթանակի մասին, նրան մաղթում ենք շքեղ ելույթ։ Եվ վեգա մի նրբություն, որ հաճախ զարմացնում է հանդիսատեսին, մանկական Եվրատեսիլի դեպքում կարող եք քվեարկել նաև մեր մասնակցի օգտին, քվեարկությունը կբացվի այսօր ուղիղ կեսգիշերին, դուք պետք է մուտք գործեք JESC.tv կայք, ընտրեք Ալբերտին բնականաբար եւ պարտադիր պայման է եւս երկու այլ երկրի ներկայացուցիչների, քվեարկեք նրանց օգտին եւ քվեարկությունը կդադարեցվի վաղը մրցույթից առաջ, մրցույթի ընթացքում կրկին կվերականգնվի եւ հիշեցնենք, որ քանի որ այս տարի ունենք 3 հայազգի ներկայացուցիչ, Ուկրաինայի եւ Վրաստանի ներկայացուցիչները եւս հայկական արմատներ ունեն, կարծում եմ այդ տրիոն արդեն բարձ է, թե մենք ում պետք է քվեարկենք։ Իհարկե սա կատակ, քվեարկեք այն երկրների օգտին, որոնց երկերը հավանում եք, որոնց մասնակիցներին հավանում եք, բայց իհարկե դե Ալբերտի կատարումը պարտադիր պետք է լինի ձեր քվեարկության ցանկում։ Այնպես որ եւս մեկ անգամ հաջողություն մեր Ալբերտին ու պատվիրակությանը, եթերը եզրափակենք այս գեղեցիկ երգով Brave Heart եւ կհանդիպենք երկուշաբթի։ Բարի լույս։ Աստղազարդ երկնքով սուբանցա